Իլհամ Ալիև ընդունել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան ձևաչափով խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը։ Այդ մասին հայտնի է դարձել Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության նոյեմբերի 27-ի հրապարակումից։ Երախտապարտ եմ հրավերի համար եւ այն ընդունում եմ մեծագույն հաճույքով։ Թուրքմենստանի փաստացի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին գրել է Իլհամ Ալիևը եւ կարևորել Ադրբեջանի մասնակցությունը ռազմավարական կարևոր պատմամշակութային միասնական տարածքի ձևավորմանը։ Ինչ է իրենից ներկայացնելու այդ պատմամշակութային միասնական տարածքը, դեռևս ոչ մեկի համար ոչ միայն հասկանալի, այլև անգամ կանխատեսելի չէ, բացի նրանից, որ Ադրբեջանի կոմունիկացիոն ենթակառուցվածքները պետք է ծառայեն Չինաստան-Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա-Եվրոպա բեռնափոխադրումներին։ Ընդ որում, տառացիոնեն մի քանի օր առաջ Չինաստանը Կենտրոնական Ասիայի երկրների, Իրանի եւ Թուրքիայի հետ մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծի շրջանակներում բեռնափոխադրումներ իրականացնելու համաձայնագիր է ստորագրել, որի իրականացումը գրեթե հավելյալ ներդրումներ չի պահանջում։ Թուրքմենստանի առաջնորդ Բերդիմուհամեդովին Ալիևի ուղերձի հրապարակման պահը վկայում է, որ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան ձևաչափով խորհրդատվական խորհրդի գումարման մասին տեղեկատվության հասցեատերը Ռուսաստանն է։ Նոյեմբերի 27-ին Բիշկեկում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, իսկ այդ ռազմաքաղաքական դաշինքին անդամակցում է Կենտրոնական Ասիայի 3 երկիր՝ Ղազախստանը, Ղրղստանը եւ Տաջիկստանը։ Ընդ որում, վերջին երկու երկրներում Ռուսաստանը ռազմահենակայաններ ունի, որ, ինչպես Ղրղստանի նախագահ Ժապարովի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Վլադիմիր Պուտինը, տարածաշրջանի կայունության երաշխիք են։ Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումը թեև երկու երկրների հարաբերություններում լարվածությունը մեղմել է, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են չկարգավորված։ Բաքվի քարոզչականությունը Կենտրոնական Ասիայի խորհրդատվական խորհրդի ձևաչափին Ադրբեջանի ներգրավությունը ներկայացնում է որպես Ալիևի կողմից տարածաշրջանի երկրներին եղբայրական աջակցություն։ Բայց ըստ էության Ղազախստանի նախագահ Տոկաևի այդ նախաձեռնությունը շատ որոշակիորեն ապահովագրում է Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ միայն սեփական եւ Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության ռեսուրսներով Ադրբեջանը չի կարող երաշխավորել անվտանգություն, ինքնիշխանություն եւ տնտեսական եւ կոմունիկացիոն ինքնաբախվություն։ Կենտրոնական Ասիայի հետ ընդհանուր պատմամշակութային տարածքում Ալիևը դա հնարավոր է տեսնում, եթե իհարկե Կենտրոնական Ասիայի 5 երկրները նախ ներքին, ապա եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում կոնսենսուսի հասնեն, իսկ Եվրամիությունը եւ Չինաստանը ճանաչեն նոր ձևաչափը։ Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական առումով կանխաձեռգրվում է Կենտրոնական Ասիա Հարավային Կովկաս հիպերտարածաշրջան, եւ Ադրբեջանը որքան էլ Ալիևի հավակնությունները մեծ լինեն, չի կարող փոխարինել նաեւ Վրաստանին եւ Հայաստանին։ Երբ ինչպես եւ ում կողմից է հրապարակայնացվելու Կենտրոնական Ասիա Հարավային Կովկաս ինտեգրացիայի նախագիծը։ Առայժմ Իլհամ Ալիևը շոշափում է Վլադիմիր Պուտինի նյարդերը։ Ըստ երևույթին, այդ դերը նրան վերապահել են Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները։ Թուրքական մամուլը հղելով Պակիստանի ոչ պաշտոնական Սամաա TV-ի հաղորդմանը հայտնում են, որ այդ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանը միջգերատերչական հետախուզության ծառայության աշխատակիցների կողմից սպանվել է Ռավալպինդայի Ադիալա խիստ ռեժիմի բանտում։ Թուրքիա պարբերականը վկայակոչել է Պակիստանի նախկին վարչապետի քրոջ վկայությունը, որ եղբոր հետ տեսակցությունները դադարեցվել են 3 շաբաթ առաջ։ Ըստ տեղեկությունների իշխանությունները կոպտորեն մերժել են Իմրան Խանի հետ տեսակցելու նրա փաստաբանների միջնորդությունը։ Ըստ նույն աղբյուրի Սամաա TV-ին հարկադրել են հեռարձակել իր տեղեկությունը հերքող լուր։ Հեռուստաընկերությունում համոզված են, որ իշխանությունները զգուշանում են ներքին խռովությունից։ Իմրան Խանը կոռուպցիոն գործարքների մեղադրանքով պաշտոնանկ է արվել 2022 թվականի մարտին, երբ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Մեծ քաղաքականություն վերադառնալու մի քանի փորձից հետո նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ նախկին վարչապետը կալանավորվել ու դատապարտվել է 12-ամյա բանտարկության։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Շահբազ Շարիֆը։ Վերջինս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի ջատագով է։ Շարիֆը միաժամանակ Հնդկաստանի հետ տարածքային վեճի հարցում ավելի կոշտ դիրքորոշում ունի։ Պակիստանի նախկին վարչապետի սպանության մասին տեղեկությունը սակայն ուշագրավ է նաև այլ առումով։ Բանն այն է, որ 2022 թվականի փետրվարի 22-ին նա պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում եւ բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հայտնի է, նույն օրը Վլադիմիր Պուտինը ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարություն։ Իմրան Խանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվել է նրա Մոսկվա այցից մի քանի օր հետո։ Այդ ժամանակ միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նրա
խորհրդարանական մեծամասնության մի շարք անդամներ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից մշակման են ենթարկվել, որպեսզի Իմրան խանը պաշտոնազրկվի որպես Ուկրաինայի դեմ պատերազմում Վլադիմիր Պուտինի աջակից։ Բարդ է ասել, թե այդ տեղեկությունը որքանով է հավաստի, բայց կարծես պատահական չէ, որ Իմրան խանի սպանության մասին տեղեկություն է տարածվել մի փուլում, երբ Միացյալ Նահանգները ներկայացրել է ուկրաինական կարգավորման ծրագիր, որի շուրջ ոչ միայն հակամարտության մասնակից եւ շահագրգիռ կողմերն են, այլև բոլոր երկրներն են սրված հետաքրքրություն դրսևորում։ Ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրավորմանների մասին բացառված չէ Իմրան խանը որոշակի տեղեկությունների տիրապետել։ Ուկրաինական կարգավորման հարցում Պակիստանի գործող վարչապետը ինչ դիրքորոշում ունի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի ներածրագիրը ներգրվում է աշխարհաքաղաքական հնարավոր վերադասավորումներին։ Նախկին վարչապետը կարող էր խոչընդոտ հանդիսանալ դրա իրականացմանը։ Ադրբեջանական մամուլում թե ոչ ուղիղ, բայց բավական թափանցիկ ակնարկ է արվել, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին էլեկտրոնային հարձակում է ենթարկվել նաև Ադրբեջանի նախագահի ինքնաթիռին։ Ռուս-ադրբեջանական լարվածությունը կապ ունի Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ռազմական դաշինք ձևավորելու պրոյեկտի հետ։ Իմրան խանը սպանվել է, որպեսզի խոչընդոտ չհանդիսանա։